4-րդ օրն է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում Հայաստանի զինված ուժերին մեղադրելով հրադադարը խախտելու եւ կրակ բացելու մեջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նորից է հերքում Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը նշելով, որ հաղորդագրությունը թե մարտի 18-ին 22:20-ից մինչև մարտի 19-ը 1:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան ու հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ես հիշեցնեմ, որ երեկ այս տեղեկությունները հերքել էր նաև վարչապետի աշխատակազմը տարածելով հաղորդագրություն, որտեղ Ադրբեջանին առաջարկում էր համատեղ հետաքննության մեխանիզմ, որը Փաշինյանի առաջարկն էր Ալիևին նրա կողմից անտեսված եւ միևնույն ժամանակ այդ հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական կողմը հայկական կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ որևէ փաստ չի ներկայացրել։ Այդ հաղորդագրությամբ Փաշինյանի իշխանությունը կրկին արդարանում էր Բաքվի առջև։ Բարև ձեզ, 5-րդ ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրագիրը, մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է, կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը ապրիլից մինչև հունիս պետությունից աջակցություն կստանան, բացառապես առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները մինչև 18 տարեկաններն ու թոշակառուները, այն էլ անձը 40,000 դրամ 50-ի փոխարեն։ Կառավարության որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել, հայտնվելու են փողոցում։ Թերթի տեղեկություններով այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողություն սկսելու ծրագիր, նախատեսում առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել, իշխանություններից պահանջելով չդադարեցնել աջակցության ծրագրերը կամ իրենց ապահովել բնակարաններով։ Ժողովրդում կարդում ենք Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, ՀՊԸ-ն որոշել է մարտավարություն մշակել ամփոփիչ բանավեճից փրկելով Սարիկ Մինասյանին։ Փաշինյանի համոզմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որևէ պատճառ եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց, այնտեղ ուղարկել իրենց ծանր հրետանի Նազելի Բաղդասարյանին, բայց Բաղդասարյանը թերթի հետ զրույցում հերքել է, ասել է, թե նման բան չկա եւ չի կարող լինել։ Հրապարակն էլ գրում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, բայց անգամ ԿՊԱ-ականներն են խոստովանում, վատ երազը դեռ առջևում է։ Ալիևը չի հրաժարվում ոչ միջանցքից, ոչ սահմանադրություն փոխելուց, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելուց, ոչ էլ անկլավների թեմայից։ ԿՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև Տավուշում իրեն պատկանող 3 տարածքներ է, դրանց թվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել իսկ հնարավոր չէ Տիգրանաշենն Արցվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով Սյունիքն ու Վայոց ձորը կտրվելու են Հայաստանից։ Փաշինյանը վրդովվել է հարցից, թե ինձ մղում եք հանցագործության, ինչպես կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել ու Արցվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը անվտանգության եւ էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն է, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մանվելյան, ես հիմա ուզում եմ մի փոքրիկ հատված ընթերցել վարչապետի աշխատակազմի 3 տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը որևէ փաստեր չի ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների վերաբերյալ, այսինքն մի կողմից Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ եղել է որևէ միջադեպ հայկական կողմից հրահրված, մյուս կողմից վարչապետի աշխատակազմը այս հաղորդագրությամբ ակնկալում է Ադրբեջանից ինչ-որ փաստեր, մյուս կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի մասին է խոսք գնում, նաև Բաքվից եղավ արձագանք այն մասին, թե Հայաստանը 4 տարի է չի կատարում, մեջբերում եմ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող
հաղորդակցության բացման պարտավորությունը, փոխարենը ներկայացրել է անտեղի, դժվար իրագործելի ու գործնականում ոչինչ չնշանակող առաջարկներ եւ ըստ Բաքվի այն նախապայմանը, որը կարող է բերել խաղաղության, Հայաստանի սահմանադրությունը փոխելն է, այս ամբողջ ֆոնը կխնդրեմ վերլուծել, սկսած վարչապետի աշխատակազմի այդ տարօրինակ ձևակերպումներով հայտարարությունից։ Նայեք, խորքային առումով խնդիրը գալիս է նրանից, որ գործող քաղաքական ռեժիմը փորձում է ցույց տալ, որ մենք ապրում ենք կամ էլ ինքը իրեն կամ իր, չգիտեմ, շրջապատին համոզել է, որ մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ որոշակի զիջումներից հետո մենք կգանք խաղաղության Ադրբեջանի հետ։ Բազմաթիվ անգամ նաև ձեր տաղավարում առիթ եմ ունեցել ասելու, որ սա ոչ միայն մոլորություն է, սա շատ վտանգավոր ճանապարհ է։ Քանի որ զիջումների եւ այս խեղճ կեցվածքը, որը ընդունել է գործող քաղաքական ռեժիմը Ադրբեջանի հետ բանակցությունում, միայն ավելացնելու են պահանջները, որոնք գալիս են Ադրբեջանից։ Եվ ինքը ոչ միայն չի հրաժարվի նրանցից, որոնք արդեն կան, այլ ինքը պատրաստ նաև նոր պահանջներ դնելու, եւ այդ պահանջները դնելու համար եւ Հայաստանին ստիպելու համար, որպեսզի գնան ինչ որ զիջումների, նրանք նաև օգտագործում են մի գործիքակազմ, որը կոչվում է այսպես մեդիա տերոր։ Այսինքն, որ իրանք ինֆորմացիոն տեղեկատվություն են անդադ տարածում սահմանային ինչ որ կրակների մասին, որը իբր թե հայկական կողմն է բացում, փորձելով որոշակիորեն վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում։ Նորից ուզում եմ հատուկ շեշտեմ, այս իրավիճակը ստեղծվել է գործող քաղաքական ռեժիմի քաղաքականության արդյունքում, այսինքն իրենք են նպաստել եւ ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ անընդհատ վախեցնելով եւ բարոյալքելով մարդկանց, իրանք կարող են որոշակի զիջումներ կորզել Հայաստանից եւ նաեւ բնակչությունն ինչ որ առումով դրա հետ կհամակերպվի։ Այլ բնակչության հասարակության մի հատվածից այդ համակերպվելուն է հենց ուղղված հենց այս մեդիա տերորի քաղաքականությունը, որը արտահայտվում է հենց նմանատիպ հայտարարությամբ։ Իսկ գործող քաղաքական ռեժիմը իր արդարացման փորձերով միայն նպաստում է սրան, այսինքն նպաստում է նրան, որ Ադրբեջանը շարունակի անընդհատ վախեցնել պատերազմով, սահմանային բախումներով եւ այլն եւ այլն։ Այսինքն այս արձագանքը նաև վարչապետի աշխատակազմը այն մարմինն է, որը պիտի արձագանքի, կա ՊՆ, որը հերքումներ է տարածում, կա արտգործ նախարարություն ի վերջո։ Եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ գործող կառավարական համակարգը ինքը ֆունկցիոնալ առումով իր գործառույթով վաղուց արդեն չի զբաղվում։ Եվ այս մարդիկ միմյանց փոխարինելով կամ միմյանց փոխարեն աշխատելով իրականությունից խառնաշփոթ եւ որոշակի քաոս են մտցնում, սա էլ չեմ կարծում որ պատահական է տեղ ունենում, սա էլ որոշակիորեն իրավիճակը լարելու, ներքին լարվածություն ստեղծվելու քաղաքական կուրս է, որ նրանք անում են անընդհատ, նայեք այս ընտրությունները, որ Գյումրիում եւ այլն տեղ ունենում, սա նույնպես ուղեկցում է որոշակի քաոսային իրավիճակ ստեղծելու անընդհատ փորձերով։ Եվ այդ հաղորդագրություններով Ադրբեջանը փորձում է բացի վախի մթնոլորտ տարածելը, հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելը, գուցե նաև իր համար ինչ որ հնարավոր գործողությունների պարարթող ստեղծել, որքանով է հավանական Ադրբեջանի կողմից էսկալացիայի հնարավորությունը եւ արդեն մամուլը գրում է, որ ԿՊ վարչության փակ նիստում խոսում են այն մասին, որ Ադրբեջանը Տիգրանաշենն էլ է ուզում, դե դա նորություն չի, այդ մասին փորձագետները վաղուց են ահազանգել, բայց փաստորեն process-ը եկել հասել է դրան, որ այդ հարցը արդեն քննարկվում է ԿՊ-ականների ներսում ու նույնիսկ նրանք են ասում, որ ամեն ինչ նոր է սկսվում վատ իմաստով։ Նայեք, խնդիրը հետեւյալում է, որ գործող քաղաքական ռեժիմը անընդհատ նորից եմ կրկնում, այս իրավիճակը ինքն է ստեղծել եւ ինչ որ առումով սա նաեւ իրեն էլ է ձեռնատու ցավոք սրտի պետք է փաստենք։ Ինչով է ձեռնատու, որտեղ նրանք փորձում են ցույց տալ հասարակության, որ գիտեք մենք իբր թե խաղաղության կողմնակիցներ ենք եւ պատրաստ ենք այս զիջումների միայն թե խաղաղություն լինի։ Եվ ցավոք սրտի կա հասարակության մեջ հիմա շատ ավելի փոքր զանգված քան նախկինում էր, որոնք հավատում են դրան, որ անընդհատ զիջելով մի անգամ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ զիջումներից հետո կարող է ինչ որ գանք, ինչ որ հանգրվանի, որը պայմանական կոչենք խաղաղություն։ Իրականության մեջ այդ զիջումների այս քանակը երբեք կանգ չի առնի։ Ուզում եք Տիգրանաշենն էլ տվեք, իրենք մեկ էլ նոր պահանջներ են դնելու։ Ուզում եք անկլավ կոչվածները, որը իդեպ
նույնպես կեղծիք է, որտեղ իրական սա հայկական Հայաստանի Հանրապետության սահմանության մեր մոտ անկլավներ չկան, բայց այնուամենայնիվ, եթե նույնիսկ այդ ամենը արվի, իրավիճակը դրանից չի բարելավի։ Ադրբեջանը երբեք հետքալ չի կանի։ Հաջորդ պահանջը լինելու է, չգիտեմ, 300,000-ից ավելի ադրբեջանցիների մուտքը Հայաստան, բայց նույնիսկ եթե իրենք դա էլ անեն, դա չի բերել խաղաղության, որովհետև նորանոր անընդհատ նորանոր պահանջներ են լինելու միջանցքի տրամադրում, հետո այդ միջանցքում ադրբեջանական զորքի տեղադրում, ու այսպես շարունակ, այսինքն ադրբեջանական կողմը օգտվելով այսօրվա իշխանության անողնաշարությունից եւ այն ու թշնամական քաղաքականություն, որը ինքը վարում է իր իսկ ժողովրդի հանդեպ, եւ այն փաստից, որ ինքը նաեւ ձախողել իր արտաքին քաղաքականություն անվտանգային ամբողջովին գտնում է վակուումի մեջ, այս իրավիճակը շատ լավ հասկանալով անդադ ճնշում է գործադրում։ Այսինքն գլոբալ առումով, եթե մենք նայում ենք խնդրին, ասում ենք, որ խնդիրը ոչ այնքան դրսում է, ինչքան ներսում է։ Եվ գանք այդ կեղծ խաղաղության պատրանքներին, պարոն Մանվելյան, այս հաղորդագրությունների տարափ այս տեղեկատվական ըստեյության ահաբեկչությունը, որը սկսել է Ադրբեջանը, հաջորդեց այդ համաձայնագիր փաստաթուղթ, դրան ինչ անվանենք, այդ թղթի համաձայնեցման մասին հաղորդագրությանը երկու կողմերից, ու սա իրավիճակի ամենաուղղակի ցցուն դրսևորումն է, հա, եթե դուք մի բանի շուրջ համաձայնվել եք, որը իբրև թե պիտի խաղաղություն բերի, էլ ինչի մասին են այդ հաղորդագրությունները, այսինքն սա այդ ֆեյք խաղաղությունը հերթական անգամ մերկացնող ուղղակի փաստն է եւ ըստ էության իշխանությունը ստացվում է, էլի խափում է ժողովրդին։ Հա, սա մանիպուլյացիոն քաղաքականություն է, որ նրանք անընդհատ վարել են ու վարում են ու երբեք կանգ չեն առնի։ Այսինքն բնակչությանը խափելը սա իրենց քաղաքական գծի երևի կարևորագույն թիվ 1 պայմանն է։ Եթե իրանք սիստեմաբար չխափեն բնակչությանը, չզբաղվեն, չմանիպուլացնեն, դա չանեն բոլոր իրենց լրատվամիջոցներով, իրենց բոլոր քաղաքական գործիչներով, իրանք չեն կարող ինչ-որ մեղմ ասած հաջողություն գրանցել։ Սա է իրենց քաղաքական կուրսը։ Ու սա նկատեմ նաև, որ այսպես կոչված համաձայնությունը, որ եկել են կողմերը, սա էլ նույնիսկ այդ բառն է կեղծ, որտեղ իրականության մեջ գնացել է զիջումներ, իսկ Ադրբեջան ասում են, ինչ որ 17 պայմաններ կա, որոնց շուրջ համաձայնություն կա, մենք մինչև մեկ չգիտենք էլ թե այդ 17 պայմանները որոնք են։ Քիչ թե շատ գիտենք թե այդ երկուսը որոնք են, որոնց իբր թե չէին համաձայնում, հիմա գնացել են զիջման, այսինքն չի եղել կոմպրոմիսներ այդ համաձայնության։ Եղել է ուղղակի զիջում, այսինքն հետեւաբար դա ոչ թե համաձայնություն է կամ համաձայնագիր, իդեպ նախկինում այն պայմանագիր էր կոչվում, հիմա համաձայնագիր է, չգիտես ինչի կոչվում, այլ գնացվել է հերթական զիջման։ Եվ ադրբեջանական կողմի հռետորաբանության փոփոխությունը այդ զիջումից հետո շատ նորմալ է իրենց համար, որտեղ իրանք հասկանում են, ինչքան իրանք կարողանում են ճնշել, այնքան այդ զիջումների թիվը ավելանալու է, հետեւաբար այնտեղ վերջում կնքվել է ոչ ինչ-որ պայմանագիր կամ համաձայնագիր, այլ ինչ-որ զիջումնագիր է լինելու, եւ հենց այդ զիջումնագիրի տակ էլ վերջնականապես Հայաստանի վաճառման գործընթացն է ստորագրվելու։ Այսինքն այս քաղաքական կուրսը, որը սկսել է Ադրբեջանը եւ որը վարվում է ի շնորհիվ բառը ճակերտերի մեջ վերցենք այսօրվա քաղաքական ռեժիմի ջանքերով, սա անընդհատ է լինելու, սա երբեք կանգ չի առնի։ Իսկ հնարավորությունը հավանական էսկալացիայի Ադրբեջանի կողմից ինչպես է։ Քանի որ ենք տեսնում ենք, որ ենք բավական թույլ քաղաքական ռեժիմի հետ գործ ունեն, դրա հնարավորությունը մենք երբեք չենք կարող բացառել։ Ու սա գալիս է ոչ թե Ադրբեջանն է ուժեղ, այլ նույնիսկ ոչ թե նրանց որ Հայաստանն է թույլ, այլ գործող քաղաքական ռեժիմն է ինքը խեղճ ու կրակ ըստ Ադրբեջանի։ Իսկ այնք շատ ուժեղ են ամուր են, որ Հայաստանը ընդդիմությանն է պետք ճնշել, բանտեր ուղարկել, մարդկանց նկատմամբ բոմբ, ռումբեր օգտագործել, այսինքն ցուցարարներ արգելված են դուրս։ Հա, բայց այ Ադրբեջանի հետ հարաբերությունում իրանք միշտ արդարացողի, խղճացողի, խղճուկի արդարացողի դերում են, որ մենք սահմանը չենք խախտել։ Իդեպ ինձ միշտ հետաքրքրում է այսպես կոչված եվրոդիտորդները ինչու են այդ տեղերում չեն կանգնում, չեն գրանցում այդ փաստը, որ տեսեք հայկական կողմը չի կրակում, ադրբեջանական կողմը կրակում է, իսկ ցանկանային այլ այսպես հաղորդագրություն էին արել, որ իրենց դիտարկման հատվածներում իրավիճակը խաղաղ է, ոչինչ չի տեղի ունենում։ Այլ դա էլ է զարմանալի, որտեղ որ կրակում են, դա չգիտես ինչու եվրոդիտորդներ չկա։ Ես շատ ցանկանային այլ տեսնել նրանց գրությունները կամ այն հաղորդագրությունները, որոնք իրոք ուղարկում են Եվրոպա, թե ինչ վիճակի է սահմանին, եւ ըստ դրա էլ դատողություններ անեն, թե ով է խախտում սահմանային ռեժիմը։
Պարոն Մանվելյան, ընդհատելու ենք այստեղ զրույցը, հաջորդ թիվ փորձենք տարածաշրջանային ու գեոպոլիտիկ զարգացումների լույսի ներքո այս իրավիճակը վերլուծել եւ փորձել հասկանալ, թե այդ տեղաշարժերը գլոբալ հարթությունում տարածաշրջանային նաեւ Ադրբեջանի համար ինչ որ հնարավորությունների դուռ են բացում, թե հակառակը, խոսքը մասնավորապես Սյունիքում հնարավոր զարգացումների մասին է, հիմա մամուլից նորություններ։ Հրապարակում կարդում ենք 3 Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ներքին հանդգյուղից թերթը տեղեկացել է, որ ադրբեջանցիները քանդել են հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, տեղեկությունը հաստատել է ներքին հանդի վարչական ղեկավարը, որ նայում ենք գերեզմանոցը տեղում է երևում, բայց իրենք շինություն են կառուցել մնալու տեղ, կազարմա էլի, անզեն աչքով տեսնում ես, ասել է Խաչատուր Բաղդասարյանը, հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել, ամրացել նկատում է թերթը ու հիշեցնում ներքին հանդ գյուղի հին վերին հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրը, եկեղեցին, հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը 22 թվականի մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ։ Ադրբեջանցիները այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել հաստատվել գյուղի տարածքում, կանաչեղեն հավաքելու բարձրացած ներքին հանդի գյուղացիները իրենց գերեզմանոցի տարածքում անսպասելիորեն հայտնաբերել էին թշնամու 5 վրան ու ազատ ելումուտ անող ադրբեջանցի զինվորներ։ Այդ օրվանից ներքին հանդը զրկվեց գերեզմանոց, իրենց հանգուցյալների շիրիմներին այցելելու, նոր մահացած հանգուցյալներին այնտեղ ուղարկավորելու հնարավորությունից խմելու ջրի աղբյուրը թշնամու հսկողության տակ հայտնվեց, իսկ Փաշինյանի իշխանությունը 3 տարի է ոչինչ չի անում մեր սուվերեն տարածքից թշնամուն դուրս վռնդելու համար, կարդում ենք թերթում։ Ժողովուրդն էլ գրում է 25 թվականի հունվարի 16-ին Փաշինյանի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող, ազատվելով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ Թերթը տեղեկացել է ազատումից մինչև օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է թափուր է։ Դատախազությունում տարածված խոսակցության համաձայն վարչության պետ են ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ դրսից բերած մասնագետի, եւ հենց այդ հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովություն է առաջացրել։ Աննա Վարդապետյանը Փաշինյանի հատիկ ակցիաների կոնտենտը ապահովելու համար իրավապահ համակարգը ծառայեցնում է ապօրինի գույքի վերադարձի շոու ծրագրերին, ինչին ներսում սկսել են դիմադրել դատախազները, գրում է թերթը։ Հրապարակն էլ գրում է ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին ու պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, թե ինչ դիրքորոշում պետք է ունենան ՔՊ-ականներն ու ինչ ելույթներ։ Սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է падգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրը հիվանդանալ ու բացակայել նիստից, վերաբերմունք արտահայտել Փաշինյանի հաշվեհարդարներին, եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք մանդատից կզրկվեք, ապա կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրը անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա, գրում է թերթը։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը, եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի յաթաղանի տակ, պետք է գնան ու դեմ քվեարկեն, մանավանդ, որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու են, քան օգնելու։ Ըստ օրենքի նիստին մասնակցող падգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու, նախագիծը կընդունվի, թե կմերժվի, գրում է թերթը։ Օրագիրը շարունակվում է, պարոն Մանվելյան, տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների համատեքստում ինչ սցենարներ կարող են լինել Հարավային Կովկասում, Սյունիք շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական հավակնությունների կենտրոնում եւ այստեղ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Մենք տեսնում ենք, որ կրկին անհանգիստ է Մերձավոր Արևելքը, ԱՄՆ-ը Եմենի դեմ գործողություններ է անում, դա իհարկե ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, բայց նաեւ կա Իսրայել-Ադրբեջան էլի մերձեցման հերթական դրսևորումը էներգետիկ մեծ համաձայնագիր, որը միգուցե եւ ազդի տարածաշրջանում հնարավոր զարգացումների վրա։ Նայեք, հիմնական գլոբալ գործընթացը տեղի ունենում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։
եւ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ մերձեցման այն քայլերը, որոնք կան, իր ձև մեջ դրական է հատկապես մեր համար եւս Հայաստանի Հանրապետության համար։ Այլ բան է, որ եթե ստեղ լիներ adekvat իշխանություն ազգային, մենք կարող ենք սրանից օգտվել։ Գաղտնիք չէ, որ գործող քաղաքական ռեժիմը ունի շատ վատ հարաբերություններ թե Վաշինգտոնի եւ թե Մոսկվայի հետ։ Երկուս հետ էլ ինքը ձախողել է այդ հարաբերությունները, հատկապես Վաշինգտոնի հետ, երբ Թրամփի իշխանության գալուց 6 օր առաջ ստորագրեցին խեղկատակային մի համաձայնագիր, որը կոչվում էին ռազմավարական գործընկերային, որը ել ավելի վատացրեց իրավիճակը, որովհետև Թրամփի իշխանությունը գալով հասկանալ է, որ ուղղակի անտեսում է այդ համաձայնագրի գոյությունը, որտեղ ինքը չէր կարող ունենալ որևէ էական նշանակություն։ Ու այս պայմաններում իհարկե սա կան բավական լուրջ ռիսկեր, բայց նկատենք եւս մի բան, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմատիկան հիմա ավելի շատ դառել է ադրբեջանա-թուրքական։ Ռուսաստանը դրա մասին չի խոսում, Միացյալ Նահանգները նույնպես չի խոսում, սա իրենց հետաքրքիր չի։ Ռուսաստանը այս համոզված եմ Իրանի հետ որոշակիորեն կնքելով ռազմավարական համաձայնագիր նույնպես այդ հարցից հետ է քաշվել, սա միայն ադրբեջանա-թուրքական այս պահին ծրագիր է, որտեղ օրինակ նախկինում նաև Եվրամիությունն էր խոսում սրա մասին, նույնպես այնտեղից ձայն չկա, որտեղ նրանք էլ հայտնվել են մեկ այլ վիճակում, երբ տեսնելով որ Միացյալ Նահանգները հետ է քաշում եվրոպական ծրագրերից, իրենք էլ են բավականին թուլացել։ Գուցե բոլորը զբաղված են ավելի մեծ, ավելի կարևոր խնդիրներով ու դեռ հերթը սրան չի հասել։ Չէ, խնդիրը հերթ հասնելու մեջ չէ, խնդիրը իրավիճակային փոփոխությունների մեջ է։ Այսինքն իսկապես այս ծրագիրը գլոբալ առումով այնց այլևս հետաքրքիր չի առաջին հերթին Միացյալ Նահանգներին։ Եվ Ռուսաստանը նույնպես ակտիվ չէ, վերջին շրջանում пассив է այդ հարցը, որովհետև գլոբալ առումով սա իրենց էլ պետք չէ։ Իրենց նախկինում պետք էր, որ Հայաստանից են անդադ ուզում ինչ-որ միջանցներ նվիրել սրան նրան, եւ իրենք ասում են, եթե նվիրում եք, մենք դա պետք է վերահսկենք։ Մեր վերահսկողության ներքո միայն պիտի լինի։ Եթե չեք նվիրում, առանձնապես մենք այդտեղ խնդրեմ չենք տեսնում։ Նու պարզ է Իրանի դիրքորոշումը, որը միշտ հստակ կերպով դեմ եղել նմանատիպ ծրագրի։ Հիմա բայց Հայաստանը նաև ինքն է հայտնվել երկու խնդրի մեջ։ Առաջինը անվտանգային վակուումի մեջ ենք հայտնվել նորից գործող ռեժիմի ջանքերի շնորհիվ, եւ սա որոշակի մեջ բավական լուրջ ռիսկեր է պարունակում, որովհետեւ մենք տեսնում ենք Ադրբեջանի ակտիվությունը, հատկապես Իսրայելի հետ, որովհետեւ նաև նկատենք նաև Թրամփի իշխանությունը նաև հստակ կերպով պրոիսրայելական է եւ սրանից փորձում է Ադրբեջանը օգտվել եւ նույնիսկ Իսրայելի միջոցով Թրամփի իշխանության հետ որոշակիորեն հարաբերություններ կարգավորել։ Չմոռանանք, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայից մեկնել էր Բաքու։ Սա նույնպես որոշակի ազդակ է, որ ինչ որ գործընթացների այնուամենայնիվ ցանկանում են պատրաստվել։ Նու պարզ է Վիտկոֆի այդ Մոսկվայից Բաքու ավելի շատ հակաիրանական էր, քան թե ընդդեմ Հայաստան էր։ Հայաստանը նորից եմ կրկնում, տենց առանձնապես հետաքրություն չի ներկայացնում, բայց քանի որ կա հակաիրանական որոշակի գործընթացներ, միաժամանակ նաև Ռուսաստանը փորձում է մեղմել այս հակաիրանականությունը Թրամփի, բայց այնուամենայնիվ Վիտկովի այցը Բաքու նշանակում է, որ իրենք Բաքվում կամ Ադրբեջանը տեսնում են հակաիրանական հնարավոր գործողության թաթերաբեմներից մեկը։ Այդ դեպքում, եթե նմանատիպ սցենար լինի, կօգտվեն Թուրքիան ու Ադրբեջանը իրավիճակից եւ կարող են լուծել այսպես կոչված միջանցքի հարցը ներխուժելով Սյունիք։ Նայեք, սա տարբեր սցենարներ են հնարավոր։ Սա ինչ որ դուք նշեցիք սցենարներից մեկն է, բայց բացառված չէ, որ նաև լինի այլ սցենար, որ քանի որ սա նաև իր մեջ վտանգ է պարունակում այս նույն Ադրբեջանի համար, որովհետև Թուրքիայի համար այսօր շատ ավելի կարևոր է Սիրիան։ Իսկ Սիրիայում տեղի ունենում գլոբալ փոփոխություններ, որոնք ստիպում է Թուրքիան ավելի մեծ ուշադրություն դարձնել Սիրիայի նկատմամբ, որտեղ այն լարվածությունը, որ կա Սիրիայի ներսում, Իսրայելի ակտիվությունը Սիրիայում, Իսրայելի ներխուժումը փաստորեն ավելի մեծ տարածքներ վերցնել է Սիրիայից, ներկայումս Հեզբոլան եւ Լիբանանն են ասենց ասեն գործընթացի մեջ մտնել, Թուրքիան ստիպում է իր ուշադրությունը հարավային Կովկասից ուղղել դեպի Սիրիական ուղղություն, որտեղ զարգացումները տեղի ունենում շատ անսպասելի եւ ամեն օր։ Եվ պարզա, որ Սիրիայի իշխանությունների
իրականացած փաստացի ցեղասպանություն ալավիտների դեմ, նշե որ նրանք կարող են հեշտությամբ մարսել։ Դե մինչև այս պահը մարսում է։ Մինչև այս պահը ճիշտ է մարսում են, բայց որոշակիորեն նկատվում է Ադրբեջանը Արցախի էթնիկ զտումը։ Հա, բայց որոշակիորեն փոփոխություն է Ադրբեջանը մարսից Արցախի էթնիկ զտումը ի շնորհիվ այսօր գործող քաղաքական ռեժիմի, սա էլ նկատենք։ Չլինեին նրանք նորմալ մարդիկ լինեին, քիչ թե շատ հայ այրամբ իրենք դա ի վիճակի չեն լինի իրականացնել ընդհանրապես, էլ չեմ ասում մարսել։ Ամփոփելով պարոն Մանվելյան, հիմա ռիսկերը ավելացել են, թե ավելացել են հնարավորությունները, թե երկուսը միասին։ Նայեք, մեր մոտ միայն ռիսկերն են ավելանում։ Նորից եմ կրկնում, առաջին հերթին պայմանավորված գործող քաղաքական ռեժիմից, որը ի վիճակի չի վերլուծելու, շատ դեպքերում վարում է հակահայ եւ թշնամական քաղաքականություն, դա այս պայմաններում իհարկե կան հնարավորություններ, բայց ռիսկերը այլ ավելի բարձր են։ Եթե մենք ուզում ենք այդ հնարավորությունից օգտվել, ապա այսօրվա իշխանություններով դա անհնար է, ուղղակի անհնար է։ Բայց այս պայմաններում այդ հնարավորություններն էլ իրենք էլ վերածում են ռիսկերի։ Համար եթե գնահատելու լինենք, իհարկե ցավոք սրտի պետք է շեշտենք, որ միայն ռիսկերն են ավելացել։ Եվ վերադառնալով Սյունիքի խնդրին, Ադրբեջանի երեկվա արձագանքը Փաշինյանի աշխատակազմի հաղորդագրության, այնտեղ նորից շեշտվում էր այդ միջանցքի հարցը եւ դա մշտապես Բաքուն նշում է որպես Փաշինյանի ստանձնած պարտավորություն։ Դա, ինչպես ասում են, նրա արչեւ դնում են որպես ուլտիմատիվ պահանջ։ Սա հուշում է մեզ, որ այս իշխանությունը իդեմս Փաշինյանի այդուհանդերձ տվել է այդ մասով ինչ որ խոստում, գուցե բանավոր։ Նայեք, սա նաև Ադրբեջանի շարունակաբար միջանցքի մասին խոսալը ցույց է տալիս Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի մտավոր դեգեներատիզմը, այլ բառ չեմ գտնում ուղղակի ասեմ։ Որտեղ եկեք չմոռանանք, այդ մասին շեշտվել է նոյեմբերի 9-ի հայտարարած կապիտուլյացիայի փաստաթղթում, բայց այդ փաստաթուղթը այս բան այլևս չի գործում, որտեղ Արցախը չկա, եւ դա պետք է տրվեր ի պատասխան Լաչինի միջանցքի։ Լաչինի միջանցքն էլ չկա։ Ձևակերպումը այդպեսին չէր եւ ապաշրջափակումը մի շարք ճանապարհներին էր վերաբերում, ոչ թե մեկ ճանապարհի։ Հա, բայց խնդիրը հետեւյալում է, որ այդ փաստաթղթի դադարելուց հետո եւ Արցախի էթնիկ զտումից եւ այսօրվա գործող քաղաքական ռեժիմի կողմից հանձնումից հետո գոնե քիչ թե շատ, ասենց ասեմ, տղամարդկություն ու թասիբ ունեցող իշխանությունը կասել, որ այլևս չկա նաեւ Զանգեզուրի միջանցքի հարց։ Բայց իրենք նույնիսկ վախենում են այդ բառակապակցությունը արտասանել։ Եթե նախկինում ասում էին չկա միջանցքային տրամաբանություն, հիմա հակառակը Փաշինյանը մի ծավալուն հոդված էր գրել, ասում էր, թե ինչ պայմաններ է պատրաստ տալ Ադրբեջանին եւ վերջերս ճեպազրույցում ասաց այո ճանապարհ տալու ենք, այսինքն նրանք տալու են, հակված են տալ այդ ճանապարհը։ Չէ, միանշանակ հակված են տալու, որտեվ սա այն պայմաններից մեկն է, որ իրենց առաջ դրվել են, ենք նորից եմ կրկնում, պատրաստ են կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները, որտեվ իրենք իրենց իշխանության մնալու գրավական, ասենց ասեմ, տեսնում են միայն այդ անընդհատ Ադրբեջանին զիջելու քաղաքականության մեջ։ Շնորհակալ եմ, պարոն Մանվելյան, վերլուծության համար։ Օրագրին հատկացված ժամանակը սպառվեց, սպասեք մեզ վաղը 5-րդ ուղիղ եթերում առավոտյան 11-ին։